Գավառ, Սևան, Մարտունի համայնքներում հաստատված արցախցի 20 երիտասարդ վերամասնագիտացման, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերման հնարավորություն ունեցավ։ Գավառի համայնքային զարգացման կենտրոն նախաձեռնությունն իրականացրեց Արցախահայերի ինտեգրում և համայնքների զարգացում ծրագիրը։ Երիտասարդները մասնակցեցին տեսական և գործնական մասերից կազմված 12 դասընթացների։ 3 հիմնական ուղղություններով SMM, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում և հրուշակագործություն։ Կարծում ենք, որ շատ հաջողված էր ծրագիրը։ Ծրագիրն իրականացրել են Գավառի համայնքային զարգացման կենտրոն և իգործ նախաձեռնությունների համատեղ ջանքերով։ Ծրագիրն իրականացվել է Strive ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և մի շարք համագործակցող հասարակական կազմակերպությունների։ Եվ կարծես թե մենք ծրագրի շրջանակներում դարձանք գործընկերներ։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը կայանում է Գավառի պետական համալսարանում։ Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնակիցները կարևորում են ծրագրի իրականացումը արցախցի ընտանիքների սոցիալական հզորացման առումով։ Ներկայացվում են ծրագրի յուրաքանչյուր փուլում կատարված աշխատանքները։ Strive-ի մի խոշոր կոմպոնենտ է, բաղադրիչ է արցախցի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված ծրագրերի իրականացումը, եւ ահա այս ծրագրի շրջանակներում մենք տրամադրել ենք շուրջ 380,000 եվրոյի գումար տարբեր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների եւ նախաձեռնող խմբերի իրականացնել ծրագրեր, որոնք փոքրինչ կմեղմեն մեր հայրենակիցների կարիքները։ Գավառի պետական համալսարանում արդեն սովորում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 30 ուսանողներ, որոնց կրթական կարիքներ, ինչպես նաև սոցիալական խնդիրներ գտնվում են Գավառի պետական համալսարան եւ Ռոհտորի անմիջապես ուշադրության կենտրոնում։ Եվ այս դեպքում, երբ որ այս ծրագրի մասին լսեցինք, բնականաբար Գավառի պետական համալսարանը մեծ ողջունությամբ պետք է ողջուներ եւ հնարավորինս աջակցեր ծրագրի կատարմանը։ Համալսարանը իր հասարակական պատասխանատվությունից ելնելով իհարկե պետք է կարևորի նաև արցախահայության կրթության, շարունակական կրթության, ինչպես նաև փափուկ հմտությունների փոխանցման խնդիրը։ Վերամասնագիտացման դասընթացների մասնակիցները կամավորների օգնությամբ նաև կազմում են CV-ներ և պորտֆոլիոներ գործատուներին ներկայացնելու համար։ Ծրագիրն իրականացնողները գործակցում են միասնական սոցիալական ծառայության, Գավառի տարածքային կենտրոնի և տարբեր բիզնեսների հետ համապատասխան թափուր աշխատատեղերում ծրագրի շահառուներին ներգրավելու համար։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մի շարք երիտասարդների ձեռք բերել փափուկ հմտություններ, որոնք էլ կարող են օգտագործել հետագա իրենց կարիերայի զարգացման ընթացքում։ Ես ընտրեցի սոցիալ մեդիա մարքեթինգը, մարքեթինգի ոլորտում բազմաթիվ այսպես մեծ ընդլայնված աշխարհ է եւ ընդգրկվելով այդ ամեն ինչի մեջ մենք ունեցանք բազմաթիվ հնարավորություններ, ինձ եւս ստվեց այդ հնարավորությունները, որովհետեւ ես հետագայում արդեն սկսեցի աշխատել այդ ուղղությամբ։ Եվ մեր կամավորների եւ մեր նախաձեռնող խմբերի անդամների ջանքերն էին ներդրվել եւ այսօր շատ հաճելի է, որ արդեն որոշ առումով մենք տեսնում ենք աշխատանքի արդյունքը, այսինքն մեր մասնակիցները ունեն որոշակի հմտություններ եւ գիտելիքներ եւ աշխատաշուկայում իրենց ավելի մրցունակ կարող են համարել։ Արցախահայերի ինտեգրում և համայնքների զարգացում ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում շահառու երիտասարդներին հանձնում են մասնակցության և մասնագիտացման հավաստագրերը։ Միջոցառման բովանդակային մասը հարստանում է Գավառի պետական համալսարանի թանգարան կատարած այցով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։